Եթե կարճ ու շատ մասնագիտական տերմիններով բան չանենք, տեսեք ինչն է իրավիճակը Հայաստանում։ Մենք չունենք տնտեսական քաղաքականություն, որտեղ տնտեսական քաղաքականության համար պատասխանատուները զբաղված են այլ գործերով։ Եվ նրանք հիմնականում իրենց քաղաքական նախապատվություններն ու առաջներծությունները սպասարկելուն են ուղղված։ Այն երկրում, երբ որ չկա տնտեսական քաղաքականություն, հարկային քաղաքականությունը մնում է միայնակ եւ սկսում է ինքը իր առջև դնել նպատակներ։ Եվ այդ նպատակները տնտեսության զարգացման նպատակներ չեն հետապնդում։ Այդ նպատակները միայն ֆիսկալ են, այսինքն միայն պետական բյուջեն եկամուտներ լցնելու համար են լինում այդ նպատակները։ Եվ հետևաբար դուրս է գալիս, որ հարկային քաղաքականությունը իր ավտոնոմ եւ անկախ կյանքով է ապրում, անկախ նրանից տնտեսությունը ինչ վիճակում է գտնվում։ Իսկ տնտեսությունը այսօր ինքը սպառման մոդելի վրա հիմնված տնտեսությունն է, որ լավ տեղ չի տանում մեզ։ Հիմա ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք, որ պետք է լինի տնտեսական մոդելի փոփոխություն։ Դա այն հեղափոխական առաջարկն է, որ մենք պետք է իրականացնենք։ Եվ տնտեսական մոդելի փոփոխությունից հետո պետք է բխի հարկային ամբողջ քաղաքականության փիլիսոփայությունը։ Իսկ քանի դեռ մենք չենք ներկայացրել հանրությանը մեր նոր հարկային քաղաքականությունը, մենք վերադառնալու ենք 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրության փոքր ու միջին ձեռնարկատիրության համար, շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության դաշտում գործողների համար նախկինում գործող օրենսդրությունը, որը որ փոփոխության ենթարկվեց 25 թվականի հունվարի 1-ից։ Սա շատ կարևոր է այն առումով, որ մենք ասում ենք հանրությանը, որ մենք գիտենք, որ հարկային փոփոխությունները, որոնք 25 թվականի հունվարի 1-ից իրականացվել են, դրանք բավարար չափի հանրային քննարկում չեն անցել, հավանությանը չեն արժանացել, հետևաբար դրանք պետք է վերացվեն, գործի հին համակարգը, որպեսզի այդ ընթացքում մենք ներկայացնենք նոր համակարգը։ Իսկ նոր համակարգը ինչ է իրանից ներկայացնում։ Քանի որ մենք տնտեսության մոդելը փոխում ենք եւ արդեն սպառման հարկումը չի լինելու դոմինանտ, մենք շրջանառության հարկը վերացնելու ենք անմիջապես, ավելացված արժեքի հարկը աստիճանաբար եւ եկամտային հարկի եւ շահութահարկի ավելի շատ գերակշռություն պետք է լինի պետական եկամուտների կազմում։ Դերևս այսքանը չեմ ուզում շատ մանրամասներ ասեմ եւ մասնագիտական առումով զանացնեմ, բայց ամենակարևորը պարոն Թաթոյանը ասեց, այդ պրոգրեսիվության հարկման համակարգը մենք վերականգնելու ենք ոչ թե այնպիսին ինչը որ գործել է մինչև 20 թվականի հունվարի 1-ը, երբ որ պրոգրեսիվ հարկման դրույքաչափերը շատ բարձր են եւ անտրամաբանական։ Մենք վերադարձնելու ենք եկամտային հարկի եւ շահութահարկի պրոգրեսիվ եւ արդար հարկման համակարգը այնպես, որ այո, ինչպես ասեցինք, փիլիսոփայական այդ գաղափարախոսությունը պահպանվի։ Քիչ եկամուտը քիչ հարկ վճարի, շատ եկամուտը շատ հարկ վճարի։